Անկախ նրանից, թե իրենք ինչ արձագանք ցույց կտան, մեր խնդիրն է բարձրաձայնել տեղի ունեցողի մասին, որպեսզի ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև ողջ միջազգային հանրությունը տեղեկանա, թե Հայաստանում ինչպիսի համակարգ է ձևավորվում, կոշտ ավտորիտար համակարգ, որը որ ըստ էության այլևս չի հանդուրժում այլակարծություն, մարդկանց կալանավորում են ոդկասթի շրջանակներում հնչեցված սուր քննադատության համար, մարդկանց կարող են կալանավորել այն բանի համար, որ կանգնում ասում են մենք կպաշտպանենք եկեղեցուն մեր ձևով, մարդկանց Facebook-յան գրառումների համար են մարդիկ հայտնում թիրախում իրապահների, սա դասական ավտորիտար ռեժիմ է, որը որ ձևավորել է Փաշինյանի կողմից եւ որը որ միտված է իր անձնական իշխանությունը պահպանելու համատեքստում։ Միջազգային կառույցները պարտավոր են, եթե իրենք ցանկանում են, որ հայ ժողովուրդը կամ հայ հասարակությունը պահպանի հարգանքը ժողովրդավարական արժեքների նկատմամբ, այդ հավատը, որ պահպանի, իրենք պարտավոր են արձագանքել տեղի ունեցողին եւ ժողովրդավարական կամ դեմոկրատական արժեքները իրենք պետք է ավելի բարձր դասեն, քան ռեալ պոլիտիկա ասված է, որը որ նրանք շարժվում են, հա։ Իրավապահների գործողությունից դուք ևս անվասն չեք մնացել, ինչպես եք մեկնաբանել ձեր առնչությամբ Իբրև արդարադատությանը խոչընդոտել։ Ինչ եք արել, որ խոչընդոտել եք։ Իրենց ձևակերպմամբ ուշ էի բացել դուռը։ Պարոն Ֆիդանյան, ինչպես կգնահատեք փաստը, որ Վազգենը Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը ընդամենը մի քանի ամիս մնացին ազատության մեջ եւ նորից նույն ձեռագրով ձերբակալեցին ու այս անգամ արդեն պարզ դարձավ, որ թիրախում է նաեւ լրատվամիջոցը, այլ տիպ իրենց առաջին ձերբակալությունը եւ կալանքնել միտված էր, որպեսզի տորպեդահարվի լրատվականի գործունեությունը նաեւ ոչ միայն ոդկասթի, այլ նաեւ ողջ լրատվականի կարծում եմ եւ իրենք տեսան, որ դրանով որևէ բանի չհասան, կարծում եմ այս անգամ ուղղակի ընդլայնեցին սպեկտրը։ Ողջ լրատվականը հայտնվեց թիրախում, բայց ի դժբախտություն իրենց եւ ի ուրախություն մեզ բոլորիս, մեր բոլոր դիտողների համար անտիֆեյքը չի պարալիզացվել, չի պարալիզացվելու նաեւ։